Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Facebook-յան ընկերներ, TikTok-յան հետևորդներ։ Այսօր մի քիչ ուշ ուղիղ եթեր մտա, մի քիչ օրը ծանրաբեռնված էր այսօր։ Դրա համար այս վերջերս ժամանակը շատ արագ է վազում, չես իմանում լույսը երբ բացվավ, մութը երբ ընկավ։ Այսօր գնացել էի Էրեբունի եւ Նուբարաշեն քննչական կոմիտե, որպեսզի ճշտեի հասկանայի այդ վարույթով անցնող ուրեմն դատաբժշկական կրկնակի փորձաքննության որոշման պատասխանը եզրակացությունը ստացել են, եկել է թե չէ, որ ես ստանամ այդ որոշումը, չնայած ես ճշտել էի, որ անցած ուրբաթ օրվանից այդ որոշումը պատրաստ է եղել եւ գործագիտական առողջապահության նախարարության դատաբժշկական գործագիտական կենտրոնից ճշտել էի, որ այնտեղ արդեն պատրաստ է, բայց այն մյուս եթերներից ասել եմ ձեզ, որ քաղաքացին չի կարող գնալ ինքը վերցնել, դա քննիչներն են գնում, այդ ուրեմն փորձաքննության պատասխանները վերցնում։ Ուրբաթ օրվանից պատրաստ է եղել, չեն վերցրել քննիչը Նարեն Ազարյանը, չէր գնացել, չէր վերցրել եւ արդեն այսօր օրը պտտվեց ուրբաթ է, բայց երեկվա դրությամբ 5 շաբթի գնացի նորից ուրեմն այսօր քննչական կոմիտե Էրեբունու, ուրեմն սպասելով այնտեղ մոտ մի 40 րոպե, նորից ինձ թույլ չտվեցին, որպեսզի ես բարձրանամ վերև, այնտեղ պահակ կա նստած, դա քննչական կոմիտեի աշխատակից չի, ինչ որ առանձին սեկյուրիտի է, որ բոլոր քննչական կոմիտեներում ուրեմն այդ անվտանգության աշխատակցին նստածում են, մոտ մի 60-անց տղամարդ է, զանգ եմ տվել, իր անձնական հեռախոսահամարներն է, տեղ ոստիկանության ներս որ մտնում ես, ընդունարանում անձնական իրանց հեռախոսի համարն է տեղ գրված, ուրեմն զանգ եմ տալիս, ասում եմ ալո, բարև ձեզ, ասում եմ ձեր հետ Գալստյան Արմանն է խոսում, բան, ասում եմ ինչ ասա Գալստյան Արման, ասում եմ Նարեն Ազարյանի խնդրում եմ քննիչին տեղեկացրեք, որ Գալստյան Արմանը ներքևում է, բարձրանամ վերև, մեկը Արման չի ընդունելու քեզ, եկել ես ինչ անես, բան, սենց ինչ որ սենց գժական, գժերի տակ ընկած, պատկերացրիք, սենց խենթ ու խելագարի պատասխաններ է տալիս, շատ փնթի պահվածքով, մի խոսքով փորձեցի կարգի հրավիրել, որ այդպես մի խոսի եւ քո սուբարդինացիան պահպանի ամեն դեպքում, սա ձեր տունը չի եւ բանը Պորտուլի բուտկեն չի քո համար, որ նստես տենց խոսես։ Հետո ա քեզ տենց իրավունք տվել, որ տենց քաղաքացու հետ խոսես։ Մի խոսքով սենց չեմ հասկանում ինչա սրանց հետ կատարվում։ Հեռախոսը ատբոյ տվեց վրաս, ուրեմն ես ներքևում նորից ոստիկանության աշխատակիցներին տեղյակ պահեցի, ուրեմն տվյալ անվտանգության աշխատակցի, ուրեմն խոսույթի, ինչպես նաև ինձ նման ձևի պատասխան տալու վերաբերյալ, փոքրինչ հետո մոտ մի 10 րոպե հետո ասեցին մի հատ էլ զանգ տուր, ես նորից մի հատ էլ զանգեցի, երևի այնտեղ արդեն զանգեցին իրեն ինչ պետք էր ասեցին, որ քեզ կարգի հրավիրի, երբ հրավիրեցին կարգի, զանգեցի, լրիվ արդեն ուրիշ ձևի փոխված, բա Նարեն պարոն Գալստյան, հեսա կիշնի ներքև ձեզ բան կանի, ուրեմն կդիմավորի։ Հեսա իջնում է քննիչը Նարեն Ազարյանը ներքև։ Ու տենց 40 րոպե սպասելուց հետո սպասել եմ մոտ մի 40 րոպե, երևի 30-40 րոպե տենց մոտավոր Նարեն Ազարյանը քննիչը ուրեմն իջել է ներքև։ Ասում եմ լավ ինչ է կատարվում, ինչքան պետք է սենց ձգձգվի, ինչն է պատճառը, ինչի՞ չեք այդ դատաբժշկական փորձաքննության եզրակացության որոշումը գնացե վերցրե, ասում եմ ես դասերի էի, ժամանակ չունեի, այս կողմ են կողմ, ասում տիկին Նազարյան, ամենայն հարգանքով ձեր անձի անհատականության վերաբերյալ, ես ձեր անձի հետ կամ առհասարակ որևիցե մի քննիչի կամ իրավասու մարմնի կամ պետական մարմնի անձի անհատականության վերաբերյալ որևիցե մի տրամադրվածություն չունեմ, բայց լավ ինչն է խնդիրը, դուք ինչ է կատարվում, մի հատ կասեք հասկանամ, ինչի եք ձգձգում, ինչն է պատճառը, ինչ է նշանակում, դուք ինձ 30 օր չեք ընդունել,
30 օր չընդունելուց հետո որ պետք է գա ես միջնորդություն ներկայացնեի կրկնակի ուրեմն դատաբժշկական փորձաքննություն նշանակելու 30 օր իմ կյանքից իմ ժամանակից իմ այս սիտուացիայում դուք ուրեմն դիտավորյալ միտումնավոր խլեցիք, հա, որի պատասխանը տենց էլ չտվեցիք, հետո Տիկին Կիմա Ավդալյանը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մամլո խոսնակը, մամլո քարտուղարը, նրա միջնորդությամբ, որի համար շատ շնորհակալ եմ Տիկին ուրեմն Ավդալյանին, միջամտությամբ դուք ինձ ընդունեցիք, ի վերջո միջնորդությունս 30 օր անց ընդունեցիք, եւ ես նորից սպասեցի 10 քանի օր, որ պետք է միջնորդությունը ուրեմն այդ միջնորդությամբ այդ պատասխանը դատաբժշկական եզրակացության լինի, հիմա նորից 2 շաբաթ 14 օր էստեղ ձգեցիք, հիմա ասում եք դասերի եմ, եմ, զբաղված եմ, մյուս եմ։ Այսինքն ուղիղ 3 ամիս տևեց, մինչև մի հատ դատաբժշկական եզրակացություն հələ ես չեմ ստացել։ Ու ինձ ասում է, որ վաղը, ուրեմն ես պատրաստ կլինի կվերցնեմ, ասում եմ վաղը ժամը քանեցին, ասում է ես զանգ կտամ ձեզ։ Հիմա վաղը պետք է սպասեմ լույսը բացվի, որ զանգ տա ինձ, որ ես գնամ այդ դատաբժշկական փորձաքննության կրկնակի ուրեմն եզրակացության որոշման ուրեմն բանը որոշումը ստանամ։ Ու ասում է ես բովանդակության մասին տեղյակ չեմ։ Հələ չգիտենք էլ բովանդակությունը ինչ է։ Հիմա վաղը պետք է գնամ վերցնեմ, սպասեմ զանգի, որ գնամ վերցնեմ, որ ըստ այդմ բովանդակությունը իմանեմ ինչա։ Ասում լավ, վարույթը նախաձեռնել եք, բայց քրեական հետապնդում ինչու չեք հարուցել այդ կապակցությամբ։ Ապրիլի 23-ին 2026 թվականի հաղորդումը տրվել է իմ կողմից։ Ապրիլի 23-ից ուրեմն մայիսի 23-ը 1 ամիս, հունիսի 23, հուլիսի 23, սա էր արդեն օգոստոսն է։ Այս օգոստոսի 23-ին ուղիղ 4 ամիս կլինի, դուք վարույթը նախաձեռնել եք ու ընդամենը մի հատ բան է, ինչ են ասում, դատաբժշկական փորձաքննության հետևից ենք ընկել, սենց չենք կարող։ Մի հատ եկավ, այդ ընդհանրապես առաջացման մեխանիզմների մեջ նշված չէր, վաղեմության ժամկետը սպիի առումով նշված չէր, նորից կրկնակի դատաբժշկական փորձաքննությունը 30 օր անց միջնորդությունը վերցվեց, հիմա էլ սենց ասենք։ Հիմա հələ պատասխան չենք ստացել, որովհետեւ մի քննչական գործողություններ տեղի չի ունեցել ու սենց։ Ու քրեական հետապնդումը չի հարուցվել։ 4 ամիս շարունակ։ Հայաստանի Հանրապետության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական կոմիտեի ղեկավար պարոն Ռոման Մախմուդյան։ Դուք եք ղեկավարը հանդիսանում, ի՞նչ է կատարվում։ Ինչ է կատարվում ձեր Էրեբունու ստորաբաժանումում։ Ձեր Էրեբունու քննչական կոմիտեում։ Գործը փոխանցվում է Աննա Խաչատրյանից Նարեն Ազարյանին։ Միջև այդ Տիգրան Հովանեսյանը մեկ ուրիշ վարույթով է այս գործը 195 հոդվածով ինձ մեղադրանք առաջադրում ու այս ամեն ինչը կազմակերպվում։ Ու նորից ես հաղորդում եմ տալի նոր վարույթ է նախաձեռնվում։ Հիմա այս վարույթը նախաձեռնված քրեական հետապնդում չի հարուցվում։ Գալիս է մարդը, որ ճշտի տեսնի, թե ինչն է խնդիրը, որ այդ եզրակացությունը չեք ստացել քննչականի Էրեբունու քննչականի պետի տեղակալի կաբինետից գրասենյակից մարդուն ձերբակալում տանում են ապօրինի շինծ ու գործում մեղադրանք են բրեն կարում 297-րդ հոդվածի երկրորդ մասով խուլիգանության նկատառումներով, որի հետ ես բացարձակ որևիցե մի կապ չունեմ։ Մի հատ էլ քննիչը Աջափնյակի Արթուր Պապոյանը ասում է արի ստորագրի, որ չբացակայես քաղաքից, չբացակայելու մասին, բայց ինչ չբացակայելու մասին է խոսքը այն պարագայում, երբ որ ին վրան սահմանի վրա արգելանք է դրած, սեկտ է դրած վրես, արդեն 9 ամիս 10-րդ ամիսը շարունակ, թե այդ սեկտի ժամկետը լրանում է արդեն, հիմա թազա գործ է ուզում կարվի վրես, որ մի հատ էլ ինձ իստե զադերժ կարվի, որ ինձ մի քիչ է ստեմ, սենց զադերժ կարվի, սենց ժամանակը սենց ճալեք ձգեք, ինչի համար եք այս ժամանակը ճլում ձգում։ Պարոնայք եւ տիկնայք քննիչներ, ինչն է պատճառը։ Մեկը նորից եմ ասում, որևիցե մեկը որևիցե մի բան չի կարալու կոծկի, չի կարալու թաքցնի,
Այ սաղ սենց խճճված էս պատմությունը, որ այ սենց խճճում եք, ուզում եք ինձ բժշծնեք, ուզում եք ինձ խճճեք, մոլորացնեք, ժամանակի վրով, սենց ամեն ինչը սենց էս կոմենկոմ, եթե ինձ անգամ մի կյանք էլ պետք լինի, 100 տարի էլ պետք լինի, ես պետքա ճշտեմ էս ամեն ինչը, ինչից հետո ինչ ա եղել, ով ումա զանգ տվե, ով ում համար ինչ գործ արե, ով ա ում ընթառաչե, ով ում համար ա պայքարե, ով ում համար ա աջակցել, էս ամեն ինչը պետքա պարզվի։ Ես կանք չեմ առնելու, իմացած եղեք։ Ինչքան դուք այսենց ինձ այսենց շփոթացնում եք, ինչ եք անում լավ։ Իմ ուզածը ինչ ա։ Իմ կնոջ, իմ երեխաների, իմ ընտանիքի ֆոնի վրա դուք ինչ եք անում, ասեք տեսնեմ հլը։ Իմ զգացմունքների, իմ հուզական դաշտերի, իմ կյանքի, ի վերջո դուք մարդկային կյանքերի հետ գործ ունեք։ Ի վերջո դուք 7 անչափահաս մանկահասակ երեխաների հոգեհուզական դաշտերի հետ գործ ունեք, նրանց կյանքերի հետ գործ ունեք, նրանց ճակատագրերի հետ գործ ունեք։ Դուք ես ձեր գործողությունների շարքով կարող եք նրանց ճակատագրերը խեղաթուրել։ Ինչ ա ձեր արածը լավ։ Չէ՞ որ բոլորը պետք է պատասխան տան իրենց արարքների համար։ Ամեն մեկն էլ ինչ ուզենա կարանի։ Ինչ ուզի կարանի, բայց գալու է չէ պատասխանի ժամը։ Ժամը հասնելու է չէ պատասխանի։ Ինչ է կարծում, թաքուն է մնալու, ոչ մի բան չի իմանալու, լղոզվելու է, ծածկա դմփոցը արվելու, բերանա փակվելու, գործերա կարվելու, չի լինելու ոչ մի բան։ Ավելի վատ է լինելու ամեն ինչ։ Ավելի լայնացնում եք մասշտաբները, ավելի ծայրահեղացնում եք։ 9 ամիս շարունակա 10-րդ ամիսն է ես ինձ պատռում եմ մեջտեղից, ասում եմ օգնեք ինձ, խնդրում եմ, մի ինձ սարքեք հանցագործ։ Դուք դիտավորյալ սպեցիալնի դուք ինձ սարքում եք հանցագործ, չեմ հասկանում։ Ինձ դրդում եք ծայրահեղ ծայրաստիճան քայլերի։ Ինչ եք անում դուք մարդկանց կյանքերի հետ։ Բայց ժամանակի հետ հաշվի նստել չի կարելի, չեմ հասկանում։ Կարելի է չէ հաշվի նստել ժամանակի հետ, բայց սա ընտանիք է, չէ։ Սա սրբություն է, սա օջախ է։ Սա երեխաներ են այս ընտանիքի մեջ 7 բազմազավակ ընտանիք է, մի ամբողջական մեծ ընտանիք է։ Դուք նստել եք այս ընտանիքի ֆոնի վրա, այս երեխաների ճակատագրերի վրա խաղ եք խաղում։ Մաֆիա խաղաց ասերի համար չեմ հասկանում, այս ինչ խաղ եք խաղում։ Ես ինչ եք սենց գախնի, լուր, սուսուփուս, չգիտեմ սենց հերախոս չպատասխանելով, միսոտություն չընդունելով, այս օրեկուս ձգելով, դատարանի իր բանը նիստերը հետա ձգելով, էնի սենց պասերով, արի գուրգեն մահարի, ես ինչա կատարվում, չեմ հասկանում։ Այսօր հեսա նորից, նայեք, մի աշխարհ, նայեք, քանի հատ նամակներ ա եկե իմ տրված ուրեմն բաներին, դիմումներին։ Հիմա այդ նամակները փորձենք ընթերցենք, որը որտեղից է եկել։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ։ Էլ դուրու ստանցիա ու պետական կառույց ու ուժային կառույց չմնաց։ Պարոն Փաշինյան էլ չի մնացել։ Սաղ կառույցներին դիմել եմ։ Հիմա տեսնենք ինչ պատասխան է եկել։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ։ Հարգելի պարոն Գալստյան, հայտնում ենք, որ ձեր 2026 թվականի հունիսի 29-ի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված դիմումով բարձրացված հարցն օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրվել է պաշտպանի աշխատակազմում։ Նայեք, հունիսի 29-ին տվել եմ, օգոստոսն է, նոր էս պատասխանն եկել, Տեղեկացնում ենք, որ բարձրացված հարցի առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվեք։ Հարգանքով կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետի պարտականությունները կատարող Յուրետա Գրիգորյան։ Խնդրեմ, հունիսի 29-ին տվել ենք, օգոստոսի քանիսն է այսօր 13-ն է արդեն, օրը ֆռած, ժամը ֆռած, հələ նորեսի պատասխան է եկել, հələ իտոգում էլի անհայտ, հələ չգիտենք, հələ իրանք պատկան արմինեին դիմել են, հələ պատասխան չես ստացել։ Հիմա սպասենք պատասխանը երբ կստանան։ Էսի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Անցնենք հաջորդ նամակին, որ այսօր պոչտայից վերցրել եմ։ Էսի որն է։ Երևան քաղաքի առաջին ընդհանուր իրավասության քրեական դատարանի աջափնյակ 1 նստավայր։ Էսի երբ է, օգոստոսի 4-ին։ 4 օգոստոսի։ Տեսնենք ինչ է գրված։ Երևան քաղաքի առաջին ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Մեղադրյալ Արման Գալստյանին։
Չմեռնանք, մեղադրյալ դառնանք։ 2026 թվականի հուլիսի 29-ին ժամը 17:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում նշանակված է եղել թիվ ԵԴ1 061501/26 քրեական գործով ըստ մեղադրանքի Արման Ալբերտի Գալստյանի ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հիմնական դատալսումներ, սակայն հիմնական դատալսումները հետաձգվել են եւ նշանակվել է 2026 թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 14:00-ին քաղաք Երևան Նազարբեկյան թաղամաս 40 N4 դատական նիստերի դալիճ անհրաժեշտ է նշված օրը եւ ժամին անձ հաստատող փաստաթղթով ներկայանալ դատական նիստերին դատավոր Տաթևիկ Մուրադյան այսի են որ ասում են ոչ ծանուցում են ոչ բան արդեն բան է նախորդ ծանուցել են էլի որ նայեք ծանուցում են հիմա ծանուցեցին օգոստոսի 4-ին որ սեպտեմբերի 14-ին ժամը քանեցին էր գրած 14:00-ին գնանք ներկայանանք այս հետաձգված դատական նիստին որը արդեն քանի անգամ 6 անգամ հետաձգել են արդեն 5-6 անգամ հիմա մյուսը տեսնենք ինչ է Երևան քաղաքի առաջինատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան հիմա տեսնենք սա ինչ է սա այսպես մի դափոն գիրք է նայեք Քաղաքացիական գործով հայցվոր Արման Ալբերտի Գալստյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նույն օրենսգրքի 199-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի հայցադիմումի ընդունումը մերժելու մասին 2026 թվականի օգոստոսի 4-ին որոշումը հայցադիմումը եւ դրան կից փաստաթղթեր Դատարանի որոշում բաղկացած է 01 թերթից, հայցադիմում բաղկացած է 4 թերթից, մի խոսքով դատավորի օգնական Սյուզաննա Հալաջյան։ Հիմա տեսնենք հələ Սյուզաննա Հալաջյանը ինչ ուրեմն հայցադիմումը պատասխանա տվել մի վարքյան։ Երևան քաղաքի առաջին ատյանի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գուրգեն Քոթանջյանը այսուհետ դատարան ուսումնասիրելով Արման Ալբերտի Գալստյանի կողմից ներկայացված հայցադիմումը եւ կից փաստաթղթերը պարզեց Արման Ալբերտի Գալստյանի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ Ռուզաննա Ղևոնդի Ալավերդյանի ծնողական իրավունքների իրականացմանը խոչընդոտող գործողությունները դադարեցնելու եւ անչափահաս երեխաների վերադարձն ապահովելու պահանջների մասին Հայցադիմումը 29/06/2026 թվականին մակագրվել է դատավոր Անի Մելիքյանին, իսկ դատավոր Անի Մելիքյանի աշխատակազմին է հանձնվել 01/07/2026 թվականին։ Դատարանի դատավոր Անի Մելիքյանը 10/07/2026 թվականին որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։ Վերոնշյալ հայցադիմումը կրկին ներկայացվել է դատարան եւ 22/07/2026 թվականին մակագրվել է դատավոր Գուրգեն Քոթանջյանին, իսկ քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին է տրամադրվել 24/07/2026 թվականին։ Մի հատ պատուհանը փակի եղբայր։ Ուսումնասիրելով հայցադիմումը դատարանը գտնում է, որ հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի մասի համաձայն առաջին ատյանի դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին 1980 թվականի հոկտեմբերի 25-ի Հաագայի կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն անձը, որը գտնում է, որ երեխան տեղափոխվել է կամ պահվում է խնամակալության իրավունքների խախտմամբ, կարող է երեխայի վերադարձն ապահովելու համար դիմել պայմանավորվող պետության կենտրոնական մարմնին, նույն կոնվենցիայի 12-րդ հոդվածից հետևում է, որ երեխայի վերադարձի վերաբերյալ հարցը լուծվում է երեխայի գտնվելու վայրի պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմինների կողմից։ Տվյալ դեպքում հայցվորը պահանջել է պատասխանողին պարտավորեցնել անչափահաս երեխաներին վերադարձնել Հայաստանի Հանրապետություն։ Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը եւ դրան կից փաստաթղթերը, դատարանն արձանագրում է, որ անչափահաս երեխաները գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Հետևաբար երեխաներին Հայաստանի Հանրապետություն ուրեմն վերադարձնելու վերաբերյալ հարցը ենթակա է
լուծման երեխաների գտնվելու վայրի պետության Ռուսաստանի Դաշնության իրավասու դատական կամ վարչական մարմինների կողմից վերոհիշյալ կոնվենցիայով սահմանված կարգով, ընդ որում հայցվորն իրավունք ունի երեխայի վերադարձն ապահովելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական մարմնին կամ անմիջականորեն Ռուսաստանի Դաշնության իրավասու դատական կամ վարչական մարմիններին։ Կոնվենցիան թույլ է տալիս դիմել ինչպես կենտրոնական մարմնի միջոցով, այնպես էլ անմիջականորեն համապատասխան պետության իրավասու մարմինների։ Նման պայմաններում դատարանը գտնում է, որ պատասխանողին Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող անչափահաս երեխաներին Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու պարտավորեցնելու պահանջով գործը ենթակա չէ քննության Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կարգով, ուստի հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման։ Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ, 199-րդ եւ 200-րդ հոդվածներին դատարանը որոշեց. ըստ հայցի Արման Ալբերտի Գալստյանի ընդդեմ Ռուզաննա Ղևոնդի Ալավերդյանի ծնողական իրավունքների իրականացմանը խոչընդոտող գործողությունները դադարեցնելու եւ անչափահաս երեխաների վերադարձն ապահովելու պահանջների մասին հայցադիմումի ընդունումը մերժել։ Երկրորդ, հայցադիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան հայցվորի կողմից այն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում։ Ուրեմն մենք անպայման 7-օրյա ժամկետը լրացել է, բայց այնտեղ 15-օրյա ժամկետ էլ կա, որ կարանք նորից ներկայացնենք 15-օրյա ժամկետում կներկայացնենք վերաքննիչ դատարան, 1, երկրորդը նորից ուշադրությունը ես ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորների ուշադրությունն եմ ուղղում այս օրենքի դրույթի փոփոխման վերաբերյալ, որ մի հատ դնեն դիտարկման այս ամեն ինչը, այսինքն եթե ծնողը երեխաների հետ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, դուրս է եկել երկրից, հա, նշանակում է, որ ինքը պետք է արդեն դիմես Հագայի դատարան, այսինքն այլ ստեղի դատարանները, առաջի ատյանի դատարանը որևիցե մի բան չի կարողանում անել։ Այս պարագայում պետք է դիմել կամ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններին, ընդեղի դատական ատյաններին կամ Հայաստանի Հանրապետության արտադատության նախարարության միջոցով, որը հանդիսանում է Հաագայի դատարանի կենտրոնական մարմինը, այնտեղով պետք է նոր հայցադիմում ներկայացնես։ Ուրեմն մենք վաղը եւ այդ անպայման Հաագայի դատարան արտադատության նախարարության միջոցով հայցադիմումը կներկայացնենք, ինչպես նաև այս որոշումը մերժման վերաբերյալ, որը 28 օր շարունակ մի անգամ հայցը ներկայացրեցինք 14 օրեր առավելագույն ուրեմն վարույթի ընդունման ժամկետը, ասացին, որ սխալ եք այնտեղ գրել, սխալը ուղղեցինք, նորից հայցադիմումը ներկայացրեցինք, նորից 14 օր անց հիմա էլ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ այս պահանջը չի կարող բավարարվել, որովհետև Հայաստանի Հանրապետություն սահմաններից դուրս են երեխաները գտնվում։ Սա այս մասով։ Հիմա հասկանանք մյուս ուրեմն բանը ինչն է, նամակը ինչ նամակ է մեզ ուղարկել։ Մյուսը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փաստաթղթի շրջանառության ապահովման վարչություն։ Տեսնենք սա ինչ է։ Սա կարծում եմ ինչն է։ Տրաֆիկինգի մասով է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Արման Ալբերտի Գալստյանին։ Հարգելի պարոն Գալստյան, ձեր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետախուզության ծայրահեղականության եւ տրաֆիկինգի դեմ պայքարի վարչության պետին հասցեագրած 15/02/2026 թվականի դիմումն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին հետագա ընթացքը որոշելու համար։ Այսինքն, երբ որ տրաֆիկինգի բաժնին նախկին 6-րդ վարչությանը այսօր այժմ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության գլխավոր ոստիկանության վարչությանը երբ որ դիմում ես, փաստորեն ինքը քննչական բաժին չունի, ուղարկել է գործը դրա համար Արաբկիրի քննչական բաժին, բայց Արաբկիրի քննչական բաժնում էլ ուրեմն ես տեղեկացել եմ, որ վարույթ չի նախաձեռնվել քննիչի կողմից եւ գործը գտնվում է ուրեմն հսկող դատախազի մոտ։ Հիմա հասկանանք սա դա է թե չէ։ Մի հատ էլ հեսա նամակը կա։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Հիմա հասկանանք սա ինչ պատասխան է տրվել մեզ սրանով։ Իսկ քանի՞ է գրված։
Հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին ստացված ձեր հաղորդման քննարկման արդյունքում քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Հաղորդումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասի պահանջների հիմքով կից ուղարկվում է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին գրության պատճեն հսկողություն իրականացնող դատախազի կողմից օրինականությունը ստուգված վիճակում։ Միևնույն ժամանակ հայտնում են, որ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ եւ 300-րդ հոդվածով նախատեսված կարգով դուք իրավունք ունեք դրա դեմ բողոք ներկայացնել իրավասու դատախազին 7-օրյա ժամկետում, միայն իրավասու դատախազին բողոքարկելու եւ նրա կողմից բողոքի չբավարարման դեպքում բացառությամբ երբ վիճարկվում է ձերբակալումը կամ ՀՀ գլխավոր դատախազի վարույթային ակտը, դուք իրավունք ունեք դրա դեմ բողոք ներկայացնել դատարան 15-օրյա ժամկետում։ Արդիր որոշում 3 թերթ։ ՎՍ Աղանիկյան, Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ։ Հարգելի դատախազ, քննիչը դատախազին է ուղղում 18/02/2026 թվական։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի կարգով հայտնում են, որ Արման Ալբերտի Գալստյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հասցեագրված դիմումում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ արկա են փաստական տվյալներ եւ հիմնավոր կասկածներ, որոնք կարող են վկայել իմ կնոջ եւ իմ 7 անչափահաս երեխաների նկատմամբ կատարված հնարավոր տրաֆիկինգի, ապօրինի հարկադրանքի, հոգեբանական ազդեցության, ընտանիքի բնականon կյանքի դեմ ուղղված միջամտության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված այլ հնարավոր հանցագործությունների կատարման մասին։ Իմ ունեցած տեղեկությունների եւ հանգամանքների համադրված գնահատմամբ կնոջս նկատմամբ հնարավոր է կիրառվել են մոլորեցման, վստահության չարաշահման, հոգեբանական ներգործության, սպառնալիքների, շանտաժի, ճնշման եւ կախվածության վիճակի օգտագործման մեթոդներ, որոնց հետևանքով նա իր ազատ կամարտահայտման հնարավոր սահմանափակման պայմաններում իմ կամքին հակառակ 7 անչափահաս երեխաների հետ լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը եւ մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Նկատի ունենալով, որ խոսքը վերաբերվում է 7 անչափահաս երեխաների ճակատագրերին, ինչպես նաև այն հանգամանքը, որ հնարավոր հանցավոր գործողությունները կարող են ունենալ կազմակերպված բնույթ, գտնում են, որ առկա են բավարար հիմքեր քրեական վարույթ նախաձեռնելու եւ բոլոր հանգամանքների բազմակողմանի լրիվ եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար։ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի առաջին մասի համաձայն քննիչը իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է ֆիզիկական անձից, իրավաբանական անձից, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինից կամ դրա պաշտոնատար անձից, նրա գործունեության իրականացման կապակցությամբ։ Օպերատիվ հետախուզական գործունեությունը իրականացնող մարմնից, քննիչից դատախազից կամ դատավորից իր լիազորությունները իրականացնելու կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե հաղորդումով փաստվող դեպքին, գործողությանը կամ անգործությանը կարող է տրվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ արարքի համապատասխանելու նախնական իրավական գնահատական, ապա քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությունն առաջանում է միայն այն դեպքում, երբ տվյալ հաղորդումը ներկայացրել է ենթադրյալ հանցանքից տուժած անձը կամ նրա ներկայացուցիչը եւ միաժամանակ նրան հայտնի չէ ենթադրյալ հանցանքը կատարած անձը։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի առաջին մասի համաձայն այն դեպքում, երբ հաղորդումը չի համապատասխանում սույն օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված պայմաններին, քննիչը քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմում, որի վերաբերյալ գրավոր տեղեկացնում է հսկող դատախազին, նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը։ Նայեք, այսինքն իրանք ինձ ոչ կանչել են հարցաքննության։ Ոչ ինձ լսել են ինձ, ես ինչի մասին եմ խոսում, ինչ եմ պատմում, ինչ եմ ասելու, ինչի մասին է խոսքը, ինչ անուններ եմ տալու, ինչ անձերով է պայմանավորված, ոչ մի բան չեն լսել, իրանցու որոշել են, որ վարույթ չպետք է նախաձեռնեն։ Պատկերացրիք, ու վարույթ չեն նախաձեռնել։ Հիմա եւս նորից, եթե վաղը ժամանակս հերիքի, այս մասով կզբաղվենք նորից, եթե ոչ երկուշաբթի օրը անպայման։ Պատկերացրիք, չէ՞։ Հիմա շարունակեմ։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի
մի վարքյան չէ, հես ասում եմ, վերլուծության ենթարկվելով Արման Գալստյանի կողմից ներկայացած հաղորդումը հարկ է նշել, որ հաղորդմանը նշված է, որ իր կինն ու 7 անչափած երեխաները լքել են Հայաստանի Հանրապետության տարածքում մեկնել են Ռուսաստանի Դաշնություն։ Հաղորդում ներկայացնող անձը նշել է, որ իր ունեցած տվյալներով հնարավոր է, որ դա կատարվել է իր կնոջ մոլորեսնելու, վստահությունը չարաշահելու, հոգեբանական ներգործության սպառնալիքի, շանտաժի, ճնշման եւ կախվածության վիճակի օգտագործման պայմաններում, սակայն նշված չէ այն հիմքերն ու տվյալները, որոնք կարող են հիմնավորել վերջինիս հայտնած տվյալները։ Լսեք այդ հիմքերը եւ տվյալները, կանչեք ինձ հարցաքննման, ես այդ հիմքերը եւ տվյալները կգամ հարցաքննման ժամանակ, ձեզ կնշեմ եւ կհարցաքննման շրջանակներում ձեզ կասեմ։ Հաղորդման մեջ ես անպայման չի եւ պարտադիր չի, որ ես հաղորդման մեջ ծավալային բնույթի ուրեմն բովանդակության թեմա է, որը պետք է պատմվի, ես չեմ կարող ձեզի կարճ կոնկրետ երկու նախադասությունով հաղորդման մեջ նշեմ, թե ով ինչ էր, որ ժամանակում ինչ արե, երբ հայկե խիեկե, ոնց է կազմակերպե, այս ամեն ինչը ոնց է սենց դարձել։ Այս ինչ է գրել յանի։ Ինչ է գրել դուք տիկին քնիչ, գրել եք, որ սակայն չի նշել, ինչը նշեմ, ես հաղորդում եմ տվել տրաֆիկինգի վերաբերյալ եւ նմանատիպ վիճակների վերաբերյալ։ Հիմա այդ հաղորդման շրջանակներում դուք բռնել եք միանգամից վարույթ չեք նախաձեռնել։ Դուք ինձ կանչեք հարցաքննման, հարցաքննեք, հասկացեք, ինչի մասին եմ ասում, խի եմ ասում, երբ ա եղել, ինչ ա եղել, ում ինչ անձանցով պայմանավորված, որից հետո։ Բայց դուք ինչ չեք հարցաքննել, ասում եք չի նշել, հաղորդման մեջ խի դնում կյանքը պատմում գրում են սա։ Հաղորդումը կարճ կոնկրետ տալիս են, վերջում մարդուն հրավիրում են, մարդը գնում է հարցաքննության ընթացքում, ուրեմն հարցաքննվում է։ Բայց քննչական գործողության ժամանակ հարցաքննվելու իմաստը ո՞րն է, որ մարդը բանը սպեկտր տեսակի տեսանկարող սարքի առաջ դնի հարցաքննվի, քննիչը հարցաքննի, տվյալ հաղորդում տվողին։ Այս բaragայում դուժողին։ Ինձ։ Հիմա դուք ինչ չեք կանչի հարցաքննեք։ Քննչական որևիցե մի գործողություն չեք արել։ Ես նախին 6-րդ վարչություն Երևան քաղաքի ոստիկանության գլխավոր վարչության տրաֆիկինգի բաժին հաղորդում եմ ներկայացած տրաֆիկինգի բաժինը հաղորդումը իմ ներկայացած փոխանցել է ձեզ Արաբկերի քննչական կոմիտեին, Արաբկերի քննչական կոմիտեն է բռնել է, բարոյ չի նախաձեռնել, թուղթը Թամազը փակել է, նամակը ուղարկել է ինձ, ասում բանա չի ասել կոնկրետ կանչեք ասեմ։ Այդ դուք եք ինձ հրավիրել կանչե, որ ես չեմ եկել, ձեզ չեմ պատմել, չեմ ասել։ Ով ինչ խի ոնց, որից հետո երբ այլ է, որ ժամին է եղել, որ թվականից, ինչից հետո ինչ է եղել։ Բա կանչեք պատմեմ։ Որ դուք էլ իմանաք ստույգ հա, ստույգ չի, ճիշտ է, սխալ է, որից հետո է, ով ում բարեկամն է։ Շարունակեմ, օգտագործված պայմաններում, սակայն նշված չէ այն հիմքերն ու տվյալները, որոնք կարող են հիմնավորել վերջինիս հայտնած տվյալները։ Վերջինիս հայտնած տվյալները, ինչ տվյալներ, ես տվյալներ չեմ հայտնել։ Ես ասել եմ, որ կինս երեխաներիս հետ առանց իմ գիտության, առանց իմ իմացության անձնագրեր են հանել մի օրվա մեջ առանց օնլայն հերթագրման Արտաշատի 027 կոդով անձնագրային բաժանմունքից ու պետական սահմանը լքե գնացել են։ Կանանց աջակցման կենտրոն կոչված հասարակական կազմակերպությունից, իրաց դիմումի համաձայն 20-30 օր այնտեղ մնալուց հետո առանց վարույթ իրականացնող մարմնին տեղյակ պահելու։ Վարույթ իրականացնող մարմնին միայն տեղյակ է պահվել ուրեմն այդ ամեն ինչից 10 օր անց։ Արդեն ընդեղից տեղյակ է պահվել կանանց աջակցման կենտրոնին, կանանց աջակցման կենտրոնը տեղյակ է պահել վարույթ իրականացնող մարմնին։ Ինչի մասին եք դուք խոսում։ Այսինքն կանանց աջակցման կենտրոնն էլ է վրա բեր վերցրել։ Բայց չէ կանանց աջակցման կենտրոնին հասարակական կազմակերպությանը, այդ տուն քանդողների կազմակերպությանը ինչի՞ չեք պատասխանատվության դաշտ բերում, որ իրենց դրան բեր են վերցրել։ Բայց նրանք համագործակցում են վարույթ իրականացնող մարմնի հետ։ 25 օր շարունակ վարույթ իրականացնող մարմնի ուրեմն պահանջներին չեն ենթարկվել։ Կանանց աջակցման կենտրոնի մասին է խոսքը։ 25 օր շարունակ պարտադիր առերեսման չեն բերել, պլանային առերեսման չեն բերել։ Հարյուրավոր միջնորդություններից հետո, որ խնդրում ենք բերեք, այդ արտադրության նախարարության 478 հոդվածի վրա ենք հաղում արել, որ քրեական պատասխանատվության կենթարկվեք։ Էլ ասել ենք ձեզ բերման կենթարկենք։ Էլ ասել ենք, որ ուրեմն ձերս մնացեք ոչ հավաստի ինֆորմացիայից, որ ասում էին, որ յանի ես ու քնիչը իրար հետ պայմանավորվել ենք, ունեն իրանք հավաստի աղբյուրներից ինֆորմացիա, որ յանի ես հանրային մարդ եմ, որ յանի քննչական կոմիտեն ինձանով կաշկանդված է, որ սենց է, որ նենց է, որ յանի պիտի մենք առանձնազրույց ունենանք, այդ շրջանակներում կարող է կրկնազողության պատճառ դառնալ, այդ իսկ պատճառով չենք բերել ու սենց լոլոներ շարունակ։
Եվ քննչական կոմիտեն իր հերթին երևունու քննիչի եւ քննչականի ղեկավարի պետի Ռոման Մախմուդյանի գլխավորությամբ որևիցե մի գործողություններ չի ձեռնարկել, որպեսզի տվյալ հասարակական կազմակերպություն կոչված կանանց աջակցման կենտրոնին ուրեմն պատասխանատվության դաշտ բերի եւ ենթարկի պատասխանատվության։ Հետամուտ չի եղել, որպեսզի ենթարկի պատասխանատվության։ Առաջին, երկրորդ, երրորդ ուրեմն միջնորդություններից, պահանջներից, որպեսզի բերեք Ռուզաննա Ալավերդյանին առերեսման։ Եվ 25 օր շարունակ ուրեմն նրանք չեն ենթարկվել Էրեբունու քննչական կոմիտեի ուրեմն պահանջներին։ Խոսքը վերաբերում է կանանց աջակցման կենտրոնին եւ Ռուզաննա Ալավերդյանի կնոջս որպես իրանց շահառու, որ իրանք են ազատ տեղաշարժման իրավունքից նրանց զրկել, չեն բերել բարոյթ իրականացնող մարմնին ներկայացրել։ Հիմա սա ինչ է, անգործություն է, օրենքի բաց է, դիտավորություն է, պայմանավորվածություն է, պատվեր է, ինչ է կարելի սրա անունը դնել, ասեք, սիրելի ժողովուրդ, հիմա ձեր դատին եմ դնում, դուք ասեք։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան, ձեր դատին եմ դնում, դուք ասեք, սա ինչ է նշանակում։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյան, ինչ է նշանակում ձեր աշխատակիցների, ձեր քննիչների, ձեր քննչականի պետի ղեկավարի Ռոման Մախմուդյանի հետևողական չլինելը, հետամուտ չլինելը, որպեսզի կանանց աջակցման կենտրոնի ուրեմն իրավապաշտպաններին կամ առասարակետ կազմակերպությանը բերել պատասխանատվության դաշտ, ստիպել, որպեսզի նրանք ենթարկվեն օրենքին, ենթարկվեն բարոյթ իրականացնող մարմնին։ Խի այս երկրում որևիցե մեկը կա, որ բարոյթ իրականացնող մարմին չի ենթարկվում։ Փաստորեն կա։ Դրա անունն է հասարակական կազմակերպությունում պետական ռեգիստրի մարմնում գրանցված կանանց աջակցման կենտրոն, փողերի լվացման կենտրոն, տանտուն քանդելու կենտրոն։ Որ տանում մարդկանց դեղեր են խմցնում, մարդկանց ուղեղը լվում են, մարդկանց այդ պայման են դնում, Տիկին Աննա Հակոբյանն է լավ այդ էլ ասել։ Որ չասեք Արմանը հորինում է, Նյու Յորքում նստած ելույթի ժամանակ, որ ինքը իմացել է, ինֆորմացված է եղել եւ նաեւ ապշած է եղել այդ փաստից, որ կանանց աջակցման կենտրոնի հոգեբանը մասնագետը բռնության ենթարկված կնոջ ուրեմն դիմաց պայման է դրել, որ եթե դու գնաս ամուսնուդ հետ միանաս, ուրեմն մենք քո հետ աշխատանք չենք տալի։ Ուղղակի ձևակերպումն է սխալ արել։ Այնտեղ ասել է բան, իբր թե որ յանի իր աշխատանքը ջուրը չընկնի։ Ոչ Տիկին Հակոբյան ամենայն հարգանքներով։ Ուրեմն դրա համար չի եղել, ոչ թե իբր թե որ իր աշխատանքը ջուրը չընկնի, այլ որպիսի նրանք իրանց հոնորարից չկտրվեն, իրանց գրանտից չկտրվեն, որտեղ եթե այդ կինը մի ժամ շուտ գնա տուն, իրանց այդ կնոջ համար ստացվելիք Եվրոպայից եկող գումարից կկտրվեն։ Ինչքան է այդ բռնության անունով դրված պիտակը վրեն կպցված կինը մնա իրանց աջակցման կենտրոնում եւ նրանք իբր թե աջակցեն այդ կնոջը, այնքան իրանք Եվրոպայից գումարներ կստանան։ Հասկացաք Տիկին Հակոբյան։ Այս է եղել պատճառը, ոչ թե պատճառն եղել է իբր թե իր աշխատանքը ջուրը չընկնի։ Ինչ աշխատանքի մասին է խոսքը։ Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի տվյալ կանայք մնան իրանց աջակցման կենտրոններում։ Ինչքան շատ մնան, վախացնում են, ասում են մարդը դանակով դուսը քեզ է մանգալի։ Գիտես չէ որ ելեր խփելու է քեզի, որ սենց լինի, որ նենց լինի։ Այդ հոլոստուն ծեծես ուտելու, որ սենց լինի, բացես մարդու այդ մարդ կապրի, բացես բանես, ուղեղները լվում են այնայա ջրով։ Են փիս աղանդավորների նման մարդկաստանները քանդում են, փոխանակ վերամիավոր են քանդում են, որովհետև նրանց վեճին չի մարդկաստանները, նրանց վեճին չի մարդկանց ընտանիքները, երեխաների ճակատագրերը, նրանց միայն ու միայն հետաքրքրում է ֆինանսը, գումարը, փողերը, այնտեղ մեծ խոշոր գումարներ են լվացվում, մեծ խոշոր գումարներ են գալիս։ Ամեն օր այսքան տարի ապրել ենք, այսքան տարի ընտանեկան բռնություն, որ բաժինը մտնում ես, որ ոստիկանությունը մտնում ես, որ քննչական կոմիտեն մտնում ես, մոռացել են արդեն ամեն ինչ։ Առավոտից իրգուն սպիտակ գույնի կոճի թելը դրած, ասեղը դրած, գործակարվում, որին նայում ես ընտանեկան բռնություն, որին նայում ես ընտանեկան բռնություն, բռնություն զոհ, ընտանեկան բռնություն զոհ, ընտանեկան բռնություն։ Այ քեզի բան։ Քիչ ամենացե մի հատ միկրոֆոն բանա, դինամիկ դրվի, առավոտից իրգուն շիչակներով լսենք մի հատ։ Բռնություն, ընտանեկան բռնություն, զոհ, բռնություն, ընտանեկան բռնություն։ Ագիտացիա է այդում։ Առավոտից իրգուն ագիտացիա է գնում։ Ագիտացիա, ինչքան շատ մարդիկ լսեն, այնքան շատ լսեն, այ յանիմ ինչ։ Մեծ խոշոր գումարներ, միլիարդավոր գումարներ է եկել, միլիոնավոր դոլարներ է եկել։
Ես ինչ sense ռեկլամա գնում։ Հիմա ինչ մենք ընկել ենք քանդենք մարդկանցները։ Ցենց վիզ դրած սաղիտները քանդում ենք մենք։ Վերջ տվեք այս ամեն ինչին։ Ես նորից եմ ասում, ես էլ քույր ունեմ, մենք էլ մայր ունենք, բոլորս էլ մայրեր ունենք, քույրեր ունենք, ես բոլոր կանանց կողմ եմ, ես սաղ կանանց ցավը տանեմ, սաղի կյանքին մեռնեմ, այդ չի խնդիրը։ Բայց դուք հասկանում եք ինչա կատարվում։ Եթե կան այդ տիպի կոնդիգենտներ, որոնք նորից եմ ասում, մորֆինիստ են, նարկոման են, ռեցեդիվիստ են, առավոտից իրուկուն լխկում են, սպանում են, ջարդում են, ես իմիշ ղալատներ են ուտում։ Այդ աղջիկներին օր ու արև չեն բերում, այդ կանանց օր ու արև չէ, սա ուրիշ բան է։ Բայց համատարած դնել առավոտից իրիկուն ընտանեկան բռնություն, զո, բռնություն, նահանջելու ենք չենք նահանջելու, մենք չենք ճանաչելու, սիրելի կանայք մենք չենք նահանջելու, սիրելի կանայք մենք չենք նահանջելու, հա ինչ։ Ուրիշ թեմա չկա խոսալու, Facebook-ը բացում ես էդիա, էնի բացում ես էդիա, ինչ առավոտից իրիկուն է տա։ Ես էլ ասում եմ, սիրելի տղամարդիկ մենք չենք նահանջելու, սիրելի տղամարդիկ չենք նահանջելու մենք, սիրելի տղամարդիկ չենք նահանջելու մենք, ես էլ դա եմ ասում։ Ես էլ հանուն արդարության տղամարդկանց աջակցման կենտրոնի նախագահն եմ Արման Ալբերտի Գալստյան։ Ձեզ ասում եմ, սիրելի ժողովուրդ, սիրելի տղամարդիկ, մենք չենք նահանջելու։ Սիրելի կանայք, սիրեք ձեր տղամարդկանց։ Պաշտպանեք ձեր տղամարդկանց, հավատարիմ եղեք ձեր տղամարդկանց։ Ձեր ընտանիքները ամուր, ձեր ատամներով պահեք։ Սա միած Եվրոպայից ներմուծված, ինչ-որ sense միած 7 պոզանի դև, սենց եկե մտե պատկերացնում եք մեր երկրի մեջ ու սենց ինչ-որ սենց հոսանքներ են գալի սենց, ընտանեկան բռնություն, զո, սիրելի կանայք, բռնություն, զո, ագիտացիա էթում, ռեկլամա գնում, ռեկլամ, առավոտից իրիկուն, բաժինները մտնում ես, ցուցադախտակների վրա են գրածա, կանանց աջակցման կենտրոն, արդեն հասկացանք երիկա, Այս ազգին ես ինչ սարքեցինք մենք չեմ հասկանում։ Այդ բռնություն բարը որ չկար, այդ ընտանեկան բռնություն բառ, ընտանեկան բերիկ իրար կպցրի կալի մչիկ, մի բան եք սարքել։ Վերջ տվեք երիքա, հասկացանք։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, սա հայ ժողովուրդն է, ես չեմ ասում օրենքից դուրս որևիցե մեկը որևիցե մի բան անի։ Ես չեմ ասում որևիցե մեկը բռնի իր կնոջը լղկի ծեծի սպանի ջարդի, ինքը ուրեմն ճիշտ է։ Ես նման բան չեմ ասում։ Բայց դա չի էլ նշանակում, որ մենք պետք է ագիտացիան ենք։ Է պարչի, որ մի բանը անդադ ռեկլամ անես, այդ բանի մարդկաստաները կքանդվի։ Այսինքն ինչ, մարդը ճիշտ չհասկանա, խոսքի պահիտակ մարդիկ մի հատ բորբոքվեն, մի հատ ինչ-որ մի բան, բա կարող է այդ կինն է հրահրում։ Տիկին Հակոբյան, բա կարող է այդ կինն է հրահրում։ Կինը տղամարդուն հրահրում է։ Դուք ասում եք մի հատ ապակելու համար 7 տարվա դատ է հասնում։ Բա հիմա այդ կինը որ բա չեք ասում, բա լավ է կնոջի քանի տարի դատ է հասնում, որ հրահրել այդ տղամարդուն։ Որ այդ տղամարդը կարմիր գծերը արդեն անցել է, արդեն այստեղն է հասել, այդ չեք ասում, ինչ արել այդ կինը։ Կարող աները բարու արարք արել, կարող դավաճանել էր այդ տղամարդուն, կարող ուրիշի տղամարդու գնաց քնել է, կարող պոռնկություն արել։ Կարող լկտի ամբարով խոսքեր ասել նրա տղամարդու ծնողի հասցեին։ Գուտենց կարող է լիքը բաներ, բայց սա չենք հաշվի առնում, միայն ասում ենք սիրելի կանայք, ինչ սիրելի կանայք, այսինքն կանայք, բանա, տղամարդիկ բոլորը սատանա են, սպասում ենք կանանց, տղամարդկանց պղծում ենք, ինչ ենք անում, ես ուզում եմ այդ հասկանամ, տղամարդկանց սարքում ենք քավության նոխաս, կանանց ինչ ենք անում։ Կանանց էլի սիրում են, կանայք մեր մայրերն են, մեր քույրերն են, հասկացանք, բայց միակողմանի չի կարելի այս ամեն ինչին դիտարկել։ Եթե դուք ընդհանուրի մեջ ասում եք ընտանեկան բռնություն, ուրեմն բռնությունը կարելի է երկկողմանի, թե կնոջ կողմից, թե տղամարդու կողմից։ Բռնություն մենակ ձեռներով, բոքսով կամ չափալախով խփելը չի բռնություն։ Հոգեբանական բռնությունն էլ է բռնություն։ Այսինքն տվյալ կինը կարող է իր լեզվով, իր պահվածքով, իր կեցվածքով հոգեբանորեն մառալնի հոգեբանական բռնության ենթարկի տղամարդուն։ Եվ տղամարդը նրան զսպելու, նրան կարգի հրավիրելու, հավասարակշռելու
բալանսը պահելու համար ապտակի։ Ուրեմն որ ապտակեց, ինքը 7 տարի գնաց դատվար, հա։ Ու այդ կնիկն էլ, վсё, մնաց տենց անմարդ կնիկ։ Ու դարավ այդ կնիկը ինչ։ Փողոցային պորնիկ։ 7 տարի բա որ մի մարդուն տանես նստեցնես, բա կնիկն է դառնա պորնիկ։ Ինչ եղավ, տունը քանդվավ։ Ընտանիքը պղծվավ։ Օխայ, մերրեմ օրենքին ծափեր։ Շատ լավ օրենք է, հիասքանչ օրենք է, հիասքանչ, բրավո, խոսքերն ավելորդ են։ Վերջ տվեք ես ամեն ինչին։ Ես խնդրում եմ ձեզ, վերջ տվեք ես ամեն ինչին։ Սա հայ ազգն է, վերջ տվեք ամեն ինչին։ Չի կարելի, բաներ կան, որ չի ինտեգրվում։ Էլի եմ ասում, եթե զսպելու համար է սա արվում, եթե զսպեք, բայց դուք մի հատ հասկացեք, դուք ընդհանուր եք ասում, ընդհանուր, բայց չեք ասում երկկողմանի խոսեք, երկկողմանի պրոպագանդեք, ասեք որ կնոջ վերաբերյալ էլ խոսեք, ասեք որ կինն էլ սանի, կնոջ համար էլ սա կլինի, դե կնոջ կողմից էլ խոսեք, որ դա լինի հավասար, իսկ հիմա անհավասար պայմաններ են դրված, ձեր առաջարկված օրենքի վերաբերյալ, միևնույն ժամանակ այս ընտանեկան բռնություն կոչվածի վերաբերյալ։ Մականիկը կարող է գնացել է պորնիկություն արել, խաղի տղամարդի տակն է պարկե։ Մարդն էլ բռնցրել է։ Հիմա մարդը որ բռնցրել է, մի երկու լեսիլա է քաշե, որ այդ ամեն ինչը ապացուցի կամեսանի կամենանի, մարդուն բռնեք տանեք 7 տարի փագեք։ Պորնիկն էլ իր պորնիկությունն անի, հարիվի գլխին սարքեն տանեն փագեն։ Օխայ։ Եղավ ինչ։ Ես եղավ օրենք, վերջ տվեք, ես էլ ասում եմ, մենք թույլ չենք տալու, սիրելի տղամարդիկ, Հայաստանի Հանրապետությունում ապրող և Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող տղամարդիկ, մենք թույլ չենք տալու, որպեսզի միակողմանի այսենց մեզի դնեն պրեսինգի ենթարկեն, դուք պատկերացնում եք սրա, դուք պրոստը չեք պատկերացնում ինչի մասին է խոսքը, Այսինքն դուք վաղը մյուս օր միամիտ պատահական մարդ ես աղջիկա, մեկ էլ տեսար ուղեղը տվեց, բռնեց գնաց գրեց վրովդ։ Վсё արա 7 տարի գնացի դատվար։ Հավայի։ Դրա համար ուշադիր եղեք ցենց բաներին, սիրելի տղամարդիկ։ Ինչը սա խաղերը խաղացել ենք, հիմա Մարկաստաններն են քանդում, 2 կոպեկ փողի համար, որ ինչա թե Եվրոպայից, բանա, փողեր են մեզի, մեր հիմնադրամներին ուղարկում, հա? Ինչը որովհետև մեկի հիմնադրամին միլիոններով փողեր են ուղարկի ու ասել են պրոպագանդեք, հա, այս ամեն ինչը։ Վերցրեք այս ամեն ինչին։ Իմ երեխաներին էլ իմ կնոջն էլ արագ անհապաղ Հայաստանի Հանրապետություն բերեք։ Արագ անհապաղ։ Դիմում եմ բոլոր պատկան մարմիններին, ուժային կառույցներին, բոլորին եմ դիմում։ Ինձ ուղղակի մի սարքեք հանցագործ։ Ես ձեր բոլորիդ աղբերն եմ, ես ձեր բոլորիդ հայտաղեն եմ ու իմ ընտանիքս այսօր քայքայման, քանդման եզրինը կանգնած։ Մազով կախված։ Ինչ անստել եք սերիալ եք, նայեմ թե Արմանը երբ պետք է ուղիղ եթեր մտի, ինչ պետք է խոսա։ Կամ երբ պետք է Արմանի գլխին սարքեն, տանեն փագեն, կամ կինոյի մեջի տղեն երբ է մեռնելու։ Այսօրվա համար հասկանամ, վաղը առավոտյան ես կարտանամ, գնանք տեսնենք եզակացության այդ պատասխանը դատաբժշկական փորձաքննության և ստեղ էլ ինչ նամակ էր մնաց ստեղ, և այս նամակների կապակցությամբ թե քիչ վարույթ նախաձեռնվե և նաև Հաագայի դատարանի հայցադիմումը կպատրաստենք, որպեսզի ներկայացնենք Արտադրության նախարարությանը։ Այսօրվա համար այսքանը, ուժեղ եղեք սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, ձեզնից բոլորիցս շատ շնորհակալ եմ, ամեն օր ինձ այսքան առավոտից իրիկուն իմ հայ ժողովրդի ցավը տանեմ ես արա, առավոտից իրիկուն ինձ SMS-ներ, նամակներ, պայթում է, էլ էս YouTube-ը, էլ էս ասում YouTube-ը, TikTok-ը, էլ Facebook-ով նամակներ, էլ Messenger-ով, էլ անձնական ձեռքի սերավսի համարին, բոլորը անհանգստանում են, բոլորը, այ Արման ջան, էս ի՞նչ է կատարվում, երազա ինչ պետք է կատարվի։ Խայտարակություն։
Արագ բերեք իմ երեխաներին։ Բարի գիշեր ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Վաղը նորից կմտնեմ ուղիղ եթեր, կզրուցենք։